Շնորհակալություն Սոնա Ղազարյան։ Տիկին նախարար, ես նույնպես միանում եմ շնորհավորանքների։ Իմ հարցը վերաբերում է մի փոքր այլ ոլորտի։ Ընտանեկան կենցաղային բռնության դեմ պայքարում դուք առաջամարտիկ եք եւ նախորդ տարի խորհրդարանը ընդունեց օրենք, որի նաև ջատագով էիք դուք ակնհայտորեն մեր քննարկումների ժամանակ, եւ ես նկատել եմ, որ մենք ունենք աճ ընտանեկան կենցաղային բռնության դեպքերի, արդյոք այս աճը պայմանավորված է դիմորդների շահառուների թվի ինլայնմամբ նոր ընդունված օրենքով եւ արդյոք սա նշանակում է, որ քաղաքացիները ավելի ակտիվ են համագործակցություն պետության հետ կանխարգելման նպատակով։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, շնորհակալություն նաև խոսքերի համար։ Ես ասեմ, որ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի տրամաբանության մեջ իրականում մենք վիճակագրական առումով նկատում ենք էական փոփոխություններ։ Պայմանական, եթե մենք նախորդ տարիների կտրվածքով ունենում ենք մինչև 500 դեպքի արձանագրում, հիմա արդեն 1000-ն անցնում է դեպքերի արձանագրումը։ Բայց ես պիտի անկեղծորեն ասեմ, որ ես չեմ հավակնում մտածելու, որ ընտանեկան բռնության դեպքերը նմանատիպ ինտենսիվությամբ աճել են Հայաստանի Հանրապետությունում։ Հակառակը, սա պետության ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է, երբ որ քաղաքացին վստահում է սոցիալական ծառայությանը, վստահում է այն հասարակական կազմակերպությանը, որին պետությունը արտապատվիրակման տրամաբանության մեջ ծառայություններ է տրամադրել եւ նրանք մատուցում են մեր քաղաքացիներին։ Վստահում է ոստիկանությանը, որովհետեւ նաեւ մենք տարբեր, ներքին շատ հաճախ փակ քննարկումներ ենք անցկացնում այս թեմայով, որպեսզի նուրբ հարցերին կարողանանք անդրադառնալ, շատ հաճախ են հնչում հասարակական կազմակերպություններից այնպիսի մտքեր, որ իրականում մեր տուժողները կիսվում են նրանց հետ այն ինֆորմացիայով, որ ոստիկանությունը շատ ավելի ճիշտ է, ավելի գրագետ է սկսել մոտենալ հարցադրումներին, ավելի վստահելի է դարձել։ Շատ հաճախ այս դեպքերի բացահայտմանը նպաստում է այն, որ մենք կին ծառայողներից բաղկացած կարգախմբեր ենք ուղարկում տեղեր կամ համայնքային ոստիկաններ ենք ուղարկում, որոնք շատ ավելի զգայուն են կարողանում մոտենալ այս հարցադրմանը։ Բնականաբար սա շատ դրական ազդակ է, որպեսզի մենք սա պահենք, ամուր պահենք այս ազդակը եւ կարողանանք առաջ շարժվել, որովհետեւ շատ անելիքներ կան այս ոլորտում, կարծրատիպերի փոփոխումից մինչեւ մեր ծառայողների գիտելիքների նաեւ ամրապնդում, որովհետեւ երկու ուղղությամբ էլ աշխատանք ունենք տանելու։ Անցած տարի մենք 1800 համայնքային ոստիկանի ենք վերապատրաստել հենց ընտանեկան եւ կենցաղային բռնության թեմայով, որ այն տրամաբանությունը նաեւ փոխանցեինք ծառայողներին, ինչ որ դրված էր նոր օրենսդրական փոփոխությունների հիմքում, սկսած տարական հասկացութային ապարատից մինչև բովանդակային աշխատանքի փոփոխություններ, որոնք իրենց մոտ կարող էին լինել։ Եվ ինչն է կարևոր, որ մենք աշխատողներին բացատրել ենք ինչ է կարելի անել եւ ինչ չի կարելի անել երբեք տվյալ իրավիճակում, որովհետեւ շատ հաճախ օրենքները գրվում են այնպես, որ նկարագրի թե ինչ լիազորություն ունի ծառայողը, բայց հատկապես նմանատիպ նուրբ իրավիճակների դեպքում ինչպես չպիտի մոտենալ ենթադրենք տուժողին, ինչպիսի հարցեր պիտի չտալ տուժողին, սրանք օրենսդրական մակարդակում բնականաբար ձևակերպել չենք կարող եւ վերապատրաստումների շրջանակներում հենց նաեւ այս ազդակներն ենք փոխանցում ծառայողներին, որպեսզի կրկնակի զոհականացման չտանենք։ Շնորհակալ տիկին նախարար, մենք հստակ սահմանումներ էինք տվել ընտանեկան կենցաղային բռնության պարագայում, եթե դա ֆիզիկական է, հոգեբանական է, ֆինանսական է, եթե ունեք բացվածք կամ տրամադրեք ինչ-որ պահի, որովհետև հետաքրքիր է, թե ինչպես է այս բացվածքն օգնում տարանջատել եւ հասկանալ ինչպես պայքարել կոնկրետ բռնության դեմ, եւ թվերի աճը արդյոք նշանակում է, որ մենք լրացուցիչ ենթակառուցվածքների խնդիր ունենք, ապաստարանների, եւ երրորդ հարցս վերաբերում է կրկին այս փաթեթի շրջանակներում մենք քրեականացրինք հետամտումը եւ ես սոցիալական տարբեր ցանցերի միջոցով փորձում էի քաղաքացիներին, հատկապես երիտասարդ կանանց նկարագրել, որ այս հանցակազմի պարագայում դուք ունեք պետության աջակցությունը, որովհետև ենթադրում եմ բառներ նոր անհասկանալի էր եւ իրականում նաեւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ շատ երիտասարդ կանայք զարմանում էին, որ պետությունը նաեւ այս հանցակազմից նրանց կարող է փրկել, ապահովել, որպեսզի նրանք չդիմեն, եղբորը, հայրիկին, գիտեք ինչպես ընդունված էր միջև քրեականացումը այս հանցակազմի, արդյոք դուք ունեք թվային ցուցանիշներ, թե հենց այս մասով որքան դիմորդ է եղել։ Շնորհակալ։ Տիկին Ղազարյան, հետամտման հանցակազմի մասով մենք ունենք 10-ից ավելի հաղորդումներ, որոնք փոխանցվել են քննչական մարմիններին։ Ես կարծում եմ, որ ինչքան ավելի շատ իրազեկվածությունը բարձրանա հանրության եւ դրվագներն ավելի նկատելի լինեն պրակտիկայում, այնքան հաղորդումների թիվը կմեծանա,
բայց բնականաբար պիտի նաև հետևենք քրեական վարույթների ճակատագրին, որովհետև կհիշեք, որ մենք բազմաթիվ քննարկումներ ենք իրականացրել հաշվի առնելով այն հանգամանքը, որ գուցե պրակտիկայում հնարավոր չլինի ինչ-որ բաղադրիչներ ապացուցել կամ լինի ոչ բավարար ապացուցողական զամբյուղ եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք պիտի հաղորդումներն ունենք, շատ լավ, պիտի հետևենք քրեական վարույթներին, որպեսզի հասկանանք կա արդյոք փոփոխության կարիք օրենսդրության մեջ, թե ամեն ինչ բավարար է եւ պիտի գնանք պրակտիկայի լավարկման ճանապարհով։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, քանի որ օրենքը վերջերս է ընդունվել եւ բավարար չափով վիճակագրական վերլուծություններ անելու համար ժամանակ դեռևս չունենք, շարունակում ենք արդյունքների գրանցումը, առաջիկայում կամփոփենք եւ անպայման կկիսվենք նաեւ ազգային ժողովի հետ այս ինֆորմացիայով, որպեսզի նաեւ հետագա մոնիտորինգը կարողանանք ճիշտ շարունակել օրենսդրական կանոնների։ Շնորհակալություն Լիլիթ Ստեփանյան